Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը առողջ կինն է։ Բարև հարգելի հեռուստադիտող, Մեդինֆորմը այսօր հյուրընկալվել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնին։ Կենտրոնը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում կանանց առողջությունը եւ ոչ միայն կանանց։ Այսօր խոսելու ենք շատ կարեւոր մի հետազոտության մասին, դա մամոգրաֆիկ հետազոտությունն է։ Իսկ կենտրոնը հագեցած է մամոգրաֆիկ վերջին սերնդի սարքավորումով։ Դե ինչ, գնանք ներս եւ հենց բժշկուհուց իմանանք հետաքրքիր մանրամասներ մամոգրաֆիկ հետազոտության մասին։ Գնացինք։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտող, ինչպես եւ նշեցի, ես գտնվում եմ Հայ-ամերիկյան կենտրոնում եւ կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու դոցենտ Անի Հակոբյանն է իմ զրուցակիցը եւ խոսելու ենք բացառապես մամոգրաֆիկ հետազոտության կարեւորության եւ իհարկե հետաքրքիր մանրամասների մասին։ Բարև բժշկուհի։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ Մեդինֆորմի հյուրն եք եւ այս կարեւոր թեմայով իրազեկելու ենք կանանց եւս մի քանի հետաքրքիր մանրուքներով։ Եվ այսպես, ինչու անցնել մամոգրաֆիկ հետազոտություն եւ ոչ սոնոգրաֆիկ, ինչումն է առավելությունը։ Ուրեմն ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կարևորագույն խնդիր, քանզի միակ մեթոդը, որը հնարավորություն է տալիս պայքարել կրծքագեղձի քաղցկեղի դեմ, դա վաղ ախտորոշումն է։ Մամոգրաֆիկ հետազոտությունը շարունակում է մնալ կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման ոսկե ստանդարտ։ Բոլորս գիտենք, որ բժշկագիտության զարգացումը ոչ թե ժամ առ ժամ է, այլ րոպե առ րոպե, բայց միևնույն է, մամոգրաֆիկ զննությունը շարունակում է մնալ կարևոր։ Ինչու մամոգրաֆիա, որովհետև մամոգրաֆիկ զննության շնորհիվ հնարավոր է այժմյան թվային տեխնոլոգիաների օգտագործմամբ միլիմետր առ միլիմետր ուսումնասիրել կրծքագեղձի հյուսվածքը եւ բացահայտել նախաքաղցկեղային վիճակներ, փոքրիկ քաղցկեղներ, որոնք կարող են դրսևորվել դեռ տարիներ հետո։ Սոնոգրաֆիկ զննությունը, լինելով բացարձակ անվնաս հետազոտություն, ունի շատ մեծ ինֆորմատիվություն, բայց չի կարող բացահայտել այդ վաղ նախնական պրոցեսները։ Այդ է պատճառը, որ մենք հորդորում ենք, խնդրում ենք մեր կանանց չխուսափել մամոգրաֆիկ զննության ամենամյա հետազոտությունից։ Նույնիսկ եթե խնդիրներ չունեն, այո։ Ընդհանրապես մամոգրաֆիան կատարվում է երկու նկատառումներով՝ ախտորոշիչ եւ կանխարգելիչ։ Ախտորոշիչ մամոգրաֆիան անցնում է կինը, որը ունի խնդիր կամ ուղղորդված է բժշկի կողմից։ Կանխարգելիչ մամոգրաֆիան, այսպես կոչված սկրինինգ մամոգրաֆիան, անցնում է կինը, որը ուզում է մնալ առողջ, բացարձակ առողջ կինը, որը չունի որևէ կլինիկական դրսևորում, չունի ցավ, չունի կոշտացում։ Եվ մամոգրաֆիկ զննության շնորհիվ հնարավոր լինում արդեն բացահայտել խնդիրները։ Իհարկե, շտապ եմ ասել, որ սկրինինգ մամոգրաֆիայի մեծ մասը մենք ունենում ենք առողջ պատկերներ, բայց եւ բացահայտված այդ նախնական վիճակները ուղղակի կյանքեր են փրկում։ Այո։ Շատ լավ, մամոգրաֆիկ հետազոտությունից խուսափելու հիմնական մտավախությունը կանանց մոտ այն է, որ կրծքագեղձը ասես ճզմման է ենթարկվում եւ լրացուցիչ տրավմատիկ է, բայց նորագույն սարքերը հնարավորինս այո, մինիմալ է այդ սարքերի դեպքում հասցված այդ վնասելը։ Ինչ կարծիք ունեք դուք այդ մասին, արդյոք այդ սարքերը այսքան մտածվել են, այսքան կերտվել են եւ իսկապես կարող են վնասել կուրծքը։ Ես կենտրոնում եմ 2000 թվականից եւ այն ժամանակվա սարքավորումները էլի ժամանակի լավագույն սարքավորումներն էին, բայց շապավենային մամոգրաֆներն էին,
որոնք պատկեր տալու համար պետք էր կուրծքը բավական սեղմել։ Այժմյան սարքավորումները, թվային սարքավորումներ են, ընդ որում շերտ առ շերտ դիտարկման հնարավորությամբ, այս պարագայում այլևս կուրծքը շատ սեղմելու կարիք չկա։ Ընդհանրապես կուրծքը երկու հարթակների միջև ֆիքսվում է, որպեսզի մենք ունենանք պատկեր։ Այսինքն այս առումով պետք է փարատենք մեր կանանց մտավախությունը։ Միանշանակ թող մեր կանայք հանգիստ լինեն, առավել եւս, եթե հետազոտության են գալիս ճիշտ ժամանակին, իսկ դա դաշտանային ցիկլի սկսման օրվանից հաշված 5-ից 12-րդ օրն է, երբ կրծքագեղձը գտնվում է հանգիստ վիճակում։ Դաշտանադադարում գտնվող կանանց դեպքում դա իհարկե նշանակություն որևէ օր նշանակություն չունի։ Եվ այսպես առաջին մամոգրաֆիայի անցնելու տարիքը։ Մինչ այդ իհարկե բժիշկները ցուցում են սոնոգրաֆիկ հետազոտություն եւ սկսած որ տարիքից է պետք անցնել արդեն մամոգրաֆիայի խնդրեմ։ Ուրեմն սոնոգրաֆիկ զննություն մենք առաջարկում ենք կանխարգելիչ նպատակներով սկսել 30 տարեկանից։ Բայց մինչև այդ, եթե մեր աղջիկները չունեն որևէ գանգատ, բայց պատրաստվում են ամուսնության եւ մայրության, մենք խնդրում ենք, որ մինչև հղիանալը գաղափար կազմել կրծքագեղձի կառուցվածքի մասին, որովհետև հղիության ընթացքում, կերակրման ընթացքում կրծքագեղձը կրում է զգալի փոփոխություններ եւ երբ գաղափար չունենք նախկին իրավիճակի մասին, գնահատել ներկան մի փոքր ավելի դժվար է։ 30 տարեկանից ինչու ենք խնդրում, որովհետև հայկական իրականության մեջ ցավոք սրտի շատ են երիտասարդ քաղցկեղի դեպքերը։ Դրա համար ուղղակի 30 տարեկանից սկսած տարեկան սոնոգրաֆիկ զննությունը մեծ կարևորություն ունի եւ կարող է մեզ հնարավորություն տալ բացահայտելու երիտասարդ քաղցկեղի դեպքերը։ Մամոգրաֆիկ զննությունը ամբողջ աշխարհում ընդունված կարգն եմ ես հիմա ներկայացնում, առաջարկվում է 35-ից հետո, 35-ից 40 տարիքային խմբում մենք առաջարկում ենք մեկ մամոգրաֆիկ զննություն։ Կանենք դա 35-ում թե 40-ում, դա պայմանավորված է այցելուի ժառանգական նախատրամադրվածությամբ, եթե ընտանիքում կան երիտասարդ քաղցկեղի դեպքեր, ապա ոչ կրծքի, այո, բժշկուհի պետք է նշել։ Հիմնականը կուրծք, բայց արգան գինեկոլոգիական քաղցկեղներ, հիմա շատ հետաքրքիր աշխատանքներ կան հայրական կողմի կարևորության մասին, որովհետև մենք միշտ նշում ենք, որ շատ կարևոր է մայրական ընտանիքի ծանրաբեռնվածությունը, բայց աղջիկները, որոնց հայրիկները ունեցել են կրծքագեղձի քաղցկեղ, շագանակագեղձի քաղցկեղ, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում իրենք եւս ռիսկային խմբում են եւ անհրաժեշտ է անցնել այդ սկրինինգային հետազոտությունը։ Պարտադրում ենք 40 տարեկանում։ Եթե կինը եկավ 40 տարեկան եւ միայն սոնոգրաֆիկ զննությամբ, մենք բացատրում ենք, որ խնդիր չի, անցկացնենք հետազոտությունը, բայց մենք կարող ենք ունենալ բաց թողում։ Պատկեր ամբողջական կարող է չլինել։ Միանշանակ կարող է սոնոգրաֆիկ զննությունը տալ բաց թողում, որովհետև այդ միլիմետրի չափ ունեցող փոփոխությունները, կալցիֆիկատները դրանք սոնոգրաֆիկ չեն երևում։ 40-ից սկսած արդեն առաջարկվում է մամոգրաֆիան 1-ից 2 տարին մեկ անգամ։ Դա արդեն նորից պայմանավորված կրծքագեղձի կառուցվածքով եւ նորից պայմանավորված ժառանգական նախատրամադրներով, այո։ Բժշկուհի, այ հիմնականում բացառիկ դեպքերը մի կողմ եթե դնենք, կանայք ունենում են նմանատիպ խնդիրներ արդեն ամուսնանալուց, երեխային կերակրելուց հետո, այսինքն մայրանալուց հետո։ Իհարկե եւս մեկ անգամ նշում եմ, դեպքերը քիչ չեն նաեւ որպես այդպեսին, այո, քաղցկեղային դեպքերը մինչ մայրանալը, սակայն հիմնականում այս դեպքից հետո նկատում են որոշակի խփիպներ կրծքում եւ այլն, ինչ որ նկատելի ուրվածություն եւ այլն, այս դեպքում կարող է կինը կերակրելիս անցնել մամոգրաֆիկ հետազոտություն, եթե այդ ընթացքում կրծքով կերակրում է նաև։ Ուրեմն կրծքագեղձի քաղցկեղը ցավոք սրտի ախտահարում է նաև եւ հղի կնոջը եւ կերակրող կնոջը։ Ընդ որում պատահական չնշեցի, եթե նախկինում չունենք արված հետազոտություն եւ կինը տեղյակ չէ իր կրծքագեղձի կառուցվածքի մասին, ապա հնարավոր է, որ քաղցկեղով կինը հղիանա եւ այդ դեպքում իհարկե շատ դժվար ընթացք ենք ունենում։ Իհարկե ելքը էլի
լավ ենք ունենում, այժմյան բժշկագիտությունը հասել է այն մակարդակի, որ մենք հնարավորություն ունենք նաև հղիության ընթացքում քիմիոթերապևտիկ պտուղ պահպան թերապիայով բուժել կնոջը, բայց ամեն դեպքում հղիությունը եւ կերակրելը մամոգրաֆիայի համար համարվում են ոչ ցանկալի վիճակ, որովհետեւ նախ վնասում ենք ինքը ճառագայթ է եւ պտղին կարող ենք վնասել եւ գեղձին կարող ենք վնասել, բայց երբ կա ուղակի ցուցում, այսինքն երբ սոնոգրաֆիկ եւ կլինիկորեն մենք գործ ունենք կրծքագեղձի քաղցկեղի հետ, արդեն դա որպես խոչընդոտ չի համարվում եւ ստիպված ենք լինում անցկացնել։ Այո, իսկ եթե քաղցկեղ չկա, պրոֆիլակտիկ միայն սոնոգրաֆիկ զննություն։ Այո, այդ ժամանակ եւ ամենահետաքրքիր հարցը, հետաքրքրող հարցը բոլոր երիտասարդ կանանց, ովքեր ժամանակակից կյանքին համընթաց քայլելու համար դիմում են տարատեսակ պլաստիկ վիրահատությունների եւ դրանցից մեկը ամենապահանջարկ ունեցողը հենց կրծքերի աուգմենտացիան, այսինքն մեծացումը, այս դեպքում իմպլանտ կրելու դեպքում կամ ճարպով կրծքի մեծացման դեպքում ցուցված է արդյոք մամոգրաֆիկ հետազոտությունը։ Ընդհանրապես պլաստիկ վիրաբուժությունից դիմելուց առաջ նախ մեր պլաստիկ վիրաբույժները իրենք են ուղարկում այցելուներին, բայց պարտադիր է ունենալ մամոգրաֆիկ զննություն։ Հատկապես 30-նանց աղջիկներին մենք արդեն նաև մամոգրաֆիա ենք անում։ Դա բացարձակ ցուցում ենք համարում, ավելի երիտասարդներին կարող ենք սոնոգրաֆիայով ճանապարհել, բայց 30-ից հետո առաջարկում ենք անպայման ունենալ մամոգրաֆիկ զննություն։ Իմպլանտի դեպքում կարելի է, բայց մինչև իմպլանտը տեղադրելը, դա այո, մինչև իմպլանտը տեղադրելը պացիենտը պետք է ունենա հետազոտություն, իսկ իմպլանտով կանայք հանգիստ կարող են դիմել մամոգրաֆիկ զննության, առաջ էր, որ մամոգրաֆիկ սարքերը իզորու չէին նկարել պլաստիկ վերափոխված կրծքագեղձը, որովհետև չունեին այդ հնարավորությունը, իսկ այժմյան թվային սարքավորումները հնարավորություն են տալիս բացարձակ հրաշալի պատկերներ ստանալ եւ անել նաեւ վաղ ախտորոշում սիլիկոնային կրծքերի դեպքում, իմպլանտների դեպքում, այո։ Բժշկուհի, եւ վերջին հարցս, կա արդյոք որևէ սահմանափակում, որևէ լրացուցիչ կողմնակի հիվանդություններ, որոնց դեպքում կինը որքան էլ ցանկանա պետք չի անցնի մամոգրաֆիկ հետազոտություն եւ այդ հարակից հիվանդությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ։ Ընդհանրապես շատ բացառիկ դեպքերն են, որ չեն կարողանում մամոգրաֆիկ զննություն անցնել, օրինակ առնահոսող կրծքագեղձը, ցավոք սրտի մեր օրերում եւս մենք ունենք կանայք, որոնց մոտ կրծքագեղձի քաղցկեղը հասնում է այն աստիճանի, որ կուրծքը ամբողջությամբ վերքակալված եւ բաց վերք են ունենում։ Բնականաբար այդ դեպքում մամոգրաֆիկ զննություն անցկացնել տեխնիկապես հնարավոր չի։ Եվ կան ինչ որ առանձնահատուկ հակացություններ չկան։ Հոգեկան հիվանդներ կարող են լինել, որ չենք կարողանում իրենց բացատրել, բայց հիմնականում բացարձակ հակացություններ չկան։ Ահա, եւ օգտվելով առիթից, քանի որ դուք բավականին սիրված եւ մեծ ճանաչում ունեցող ռադիոլոգ եք, կցանկանայի մեր կանանց ձեր հորդոր ուղեիք, ձեր խոսքը առավել քան տպավորիչ կլինի նրանց համար։ Դրանպես գեղեցիկ է կինը, երբ առողջ է։ Առողջ լինելու համար մենք պետք է ուղղակի պահպանենք մեր առողջությունը, իսկ պահպանել առողջությունը հնարավոր է հիվանդությունների վաղ ախտորոշմամբ։ Ցավոք սրտի բացարձակ առողջ մարդիկ չկան, եւ տարիքի հետ զուգահեռ մեծանում է հիվանդացության մակարդակը։ Ուստի, սիրելի կանայք, սիրեք ձեզ եւ գոնե տարեկան անցեք այն հստակ ցանկը, որը արկա է աշխարհում կանանց առողջ պահելու համար։ Շնորհակալ եմ Տիկին Հակոբյան այս հետաքրքիր եւ նաեւ դրական այսպես ուղերձելու, կոչ հղելու հետ մեկտեղ զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը գրկաբաց կարող է ընդունել ձեզ եւ տեղի մասնագետներ, իդեմս նաեւ Անի Հակոբյանի պատրաստ են քննարկել ձեզ հետ ձեր առողջական վիճակը։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, ես գտնվում եի Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում եւ կենտրոնի ռադիոլոգիայի ծառայության ղեկավար բժշկական գիտությունների տեխնացու դոցենտ Անի Հակոբյանն էր այսօր խոսում մամոգրաֆիկ հետազոտության մասին։ Առողջ եղեք, կհանդիպենք։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։
Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաև վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաև ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն է։